Բարի լույս սիրելիներ։ Պողոս Առաքյալը Կորինթացիներին ուղղված իր առաջին նամակի մեջ հետևյալն է գրում. Եվ եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները։ Եվ եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Արդ դուք մարմինն եք Քրիստոսի եւ անդամները նրա անդամներից։ Տեսեք սիրելիներ, Պողոս Առաքյալը ինչ գեղեցիկ միասնականության պատկեր է տալիս։ Մեկի ցավը բոլորինն է, մեկի ուրախությունը բոլորինն է։ Սա եկեղեցու լավագույն օրինակներից մեկն է մեզ բոլորիս համար։ Եկեղեցու մեջ բոլորը պետք է սիրեն միմյանց եւ ապրեն մեկը մյուսով։ Պետք է կարողանան գոնե ամենակիչը ցույց տան հոգատարություն մեկը մյուսի նկատմամբ։ Ոչ թե ձևական, այլ հոգատարություն, որով փորձում են օգտակար լինել, որովհետև շատ բան պետք չէ մարդուն, սիրելիներ, ուշադրություն եւ մարդուն հասկացնել, որ դու մենակ չես այստեղ։ Քո այստեղ լինելը հենց դրա համար է, որ դու մենակ չլինես։ Մանավանդ այս մեծ պահոց օրերին, երբ մենք մոտենում ենք վերջավորությանը, չափազանց կարևոր է այդ տեսակ արժեքներին ուշադրություն դարձնել։ Որքանով ենք մենք կարողանում ակտիվ լինել եկեղեցական մեր կյանքի մեջ, որքանում ենք հաղորդակցվում այն բոլոր մարդկանց հետ, ովքեր համարվում են այդ նույն եկեղեցու անդամներ։ Ուրեմն, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշը այս պարզ, բայց շատ կարևոր պատկամն է մեզ բոլորիս տալիս։ Եթե մեկը ցավում է, բոլորը պիտի ցավան։ Եթե մեկը ուրախ է, բոլորը պիտի ուրախանան, որովհետև դա է մեր միասնականության, մեր միության, մեկը մյուսին ավելի փառվելու, գկվելու, ամրանալու, միասին լինելու գրավականը։ Ապրենք մեկս մյուսով, ինչքան որ կարող ենք, ուրախանանք մեկս մյուսով, ինչքան որ կարող ենք, իսկ Աստված իր Սուրբ Հոգով լցված պիտի յուրաքանչյուր մեկից ավելի ոգևորի այս գործի մեջ, լինելու մեկս մյուսից մխիթարողներ, առաջնորդողներ, խրատողներ, հոգ տանողներ, ցավը կիսողներ եւ մեկս մյուսով ապրողներ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։